Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարի լույս բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Կշարունակեմ ցեզի խոսիլ Աստվածաշունչի քիրքերու բացության մասին։ Այսօր ցեզի պիտի խոսիմ թարգմանությանց մասին, որովհետեւ շատ թանկագին են Աստվածաշունչի հին թարգմանությունները։ Անշուշտ առաջինը հունարեն թարգմանությունը, հին ասորերեն թարգմանությունը, ապա լադիներեն թարգմանությունը, հետո նաև ղբդերեն թարգմանությունը, հայերեն թարգմանությունը եւ այլն։ Սակայն ես այսօր պիտի գետրոնամ հունական թարգմանության վրա եւ պիտի խոսիմ ցեզի 70-ից թարգմանության մասին, ինչպես նաև հունարեն այլ թարգմանություններու մասին։ Սուրբ Քրոց ցանոթացման համար կորձին մեջ Աստվածաշունչի ուրեմն ցանոթացման կորձի մեջ շատ կարևոր են սիրելներ այս թարգմանությունները, որովհետև այդպիսով մենք դերյակ կլանք, թե ամենեն հին ծրագիրները ինչպես գրված են եւ նաեւ թե հեղինակները իրենք ինչպես կմեկնաբանեին, ինչպես կդիտեին եւ ինչպես այսօր մեզի փոխանցված են այս բոլոր հին թարգմանությունները ու մանավանդ 70-ից գոչված հունարեն թարգմանությունը, որ քրիստոնեական եկեղեցու համար ամենեն կարևոր բնակիրը եղավ, որովհետև քրիստոնյա եկեղեցին սկսավ հունարեն 70-ից թարգմանութենեն մեջբերումները կատարել եւ մեսիական բոլոր համարները, որ 5 դագարանի քիրքի մեջ գրված էին, զանոնք ի հայտ բերել։ Ասեմ որ հունարեն թարգմանությունը սկսավ Քրիստոսի առաջ 280 թվականին եւ գլխավորապես Եգիպտոսի մեջ, ինչու Եգիպտոսի մեջ, որովհետեւ շատ հին ժամանակներեն Երեմիա մարգարեին ժամանակներեն Եգիպտոսի մեջ մեծ հրեական քաղուտ կապրեր եւ Քրիստոսի ժամանակներուն Փիլոն եբրայեցին գկրեթե Եգիպտոսի մեջ մոտավորապես 1 միլիոն հրյա կապրեր եւ հետեւաբար ինչու համար ուզեցին եբրայերենեն հունարեն թարգմանել Աստվածաշունչի քիրքերը։ Հիշեցեք սիրելներ, որ 5 դագարանը գրված է եբրայերեն լեզվով, այսինքն հրյաներու լեզվով։ Քանիմը հատվածներ միայն արամերենով, բայց այլապես ամբողջ 5 դագարանը եբրայերենով գրված էր։ Քրիստոսի առաջ 280 թվականին սկսավ թարգմանվել հունարենի։ Ինչու։ Գլխավոր 3 պատճառներով։ Առաջին, երբ Ալեքսանդր Մակեդոնացին, Ալեքսանդրը մեծը գրավեց Եգիպտոսը եւ այնտեղ ուրեմն իր զորավարները մեկը Բդրոմեոս Ֆիլադելֆիոսը ուղարկեց եւ Ալեքսանդրի մահեն յետք Բդրոմեոս դարձավ Եգիպտոսի թագավորը, հունական հելենական մշակույթը եւ լեզուն բարդատրվեցավ ամբողջ Եգիպտոսի մեջ։ Եվ քանի որ այնտեղ մեծ թիվով հрьяաներ գաբրեին, հрьяաներ սկսան մոռնալ իրենց մայրենի լեզուն եւ այլևս չէին գռնար եբրայերենով գարտալ ու հասկանալ Աստվածաշունչի իրենց քիրքերը եւ ծնողներ չէին գռնար իրենց զավակները դաստիարակել եբրայերենով, որովհետեւ արդեն սերունդները սկսան միայն հունարեն խոսել։ Հետևաբար շատ մեծ գարիք համարվեցավ, նկատվեցավ, որ եբրայերեն Աստվածաշունչը թարգմանվեր հունարենի։ Երկրորդ կետ։ Հрьяաներ երբ տեսան, որ հելենական մշակույթը, որ գիտեք, հունական մշակույթը սիրելներ փիլիսոփայությամբ լեցուն, հոմերական մշակույթով լեցուն, այդպես գիտությամբ, իմաստասիրությամբ լեցուն էր եւ հետեւաբար հելենական մշակույթի մարդիկ իրենք ավելի բարձր կնկատեին քան հрьяաները,
հрյաներ ուզեցին իրենց աստվածաշունչը, Եգիպտոսի հрյաները, թարգմանել հունարենի, որբեսի այդ իրենց ժամանակին եւ իրենց հետ ապրող հելլենիստական մշակույթին ցույց տային, որ իրենք հոմերոսենալ առաջ ունեցած են իմաստասիրական քիրքեր, ունեցած են այնպիսի քրագանություն, որ դակավին հելենական քրագանությունը չգար, եբրայերենը գար։ Հետևաբար երկրորդ կետ անոր համար ուզեցին հունարեն թարգմանել եւ երրորդ նաեւ սիրելներ գային հեթանոսներու մեջ հելեններու մեջ հույներու մեջ մարդիկ, որոնք գուզեին հрьяներու մեկ աստվածը ճանչնալ ու զայն բաշտել, փարոյական կյանքով ապրիլ, որովհետև հեթանոսական կյանքը սանսարցակ կյանք էր։ Հետևաբար անոնքալ հետաքրքրված էին, որ հին գդագարանը հունարենով թարգմանվեր, որբես իրենք կարողանային գարթալ, հասկանալ ու մեկ աստուծո բաշտամունք կատարել։ Ահա այս երեք գլխավոր պատճառներով է, որ հունարեն թարգմանություն կատարվեցավ Աստվածաշունչին։ Սակայն ասեմ ցեզի, Հրեաստանի մեջ, Բաղեստինի մեջ ապրող հрьяները երբեկալ քոհ չմնացին այս թարգմանութենեն։ Ինչու՞։ Ոչ թե որովհետև լավ չթարգմանվեցավ, ընդհակառակը շատ լավ թարգմանվեցավ, այլ որովհետև հрьяները ծայրահեղական էին եւ բացարձակ կերպով համամիտ չէին, որ իրենց եբրայերեն աստվածաշունչը ուրիշ լեզվով թարգմանվեր։ Անիգա անհավատարմություն կնկատեին փնակրին հանդեպ, ինչպես որ այսօր դուք շատ լավ գիտեք սիրելներ, որ իսլամները բացարձակ կերպով թեմ են, որ Ղուրանը արաբերենեն զատ ուրիշ լեզվով թարգմանվի կամ ընթերցվի իրենց մզգիթներու մեջ։ Անոր համար նույնիսկ չինացի իսլամները, հնդիկ իսլամները կամ ովե մեկ ուրիշ ազգի իսլամներ, արաբներեն բացի, ինչ իսլամալ գա, իրենց մզգիթներու մեջ իրենց շեխերը արաբերենով կգարտան Ղուրանը։ Այդպեսալ Բաղեստինի մեջ ապրող հрьяները ամբողջությամբ թեմ էին, որ հունարեն թարգմանվեր հին գդագարանը, այսինքն Աստվածաշունչը։ Շատ բարի, ինչպես թարգմանվեցավ Աստվածաշունչը։ Սիրելիներ, հետաքրքրական է, որ նամակ մը գտնվի եւ այս նամակը գրված է Քրիստոսեն առաջ առաջին դարուն եւ այդ նամակը բահված է թե Փիլոն Աղեքսանդրացիի մոտ եւ թե նաեւ հрья Հովսեփոս Բատմիչի մոտ եւ այս նամակը գրված է Քրիստոսի առաջ շուրջ 100 թվականին հрья Արիստեաս անունով մեգումը կողմե եւ այս հрьяն գբատմե թե ինչպես դեղի ունեցավ 70-ից թարգմանությունը։ Ուրեմն գբատմե ու գսե ավանտավեբ մնե ինքն է որ գրած է այս ուրեմն Արիստեաս անունով ուրեմն հрьяն թե Բդղոմեոս Ֆիլադելֆիոս գայսրը երկրորդ գայսրը կամ թագավորը Եգիպտոսի, որոսի Ալեքսանդր Մեծի զորավարներեն մեկ եղած է, որում մահեն ետքը ինքը թագավոր եղավ Եգիպտոսի, շատ մշակույթով լեցուն մարդ էր։ Ինքն էր որ սիրելներ Ալեքսանդրիայի հսկա մատենադարանը գազմեց։ Ուզեց բազմաթիվ ուրիշ քիրքերու գողքին իր մատենադարանին մեջ ունենար հрьяներու Աստվածաշունչը, սակայն ոչ թե եբրայերեն բնակիրով, այլ հունարեն թարգմանությամբ։ Ուստի ինչ հրավ։ Ելավ Հրեաստանեն, գանչել տվավ 72 ռաբբիներ, ռաբբիները հրյա ժողովրդի ուսուցիչներն էին։ Եվ հրյա ամեն մեկ ցեղախումբեն, գիտեք որ հրյաները 12 ցեղախումբ ունեին, ամեն մեկ ցեղախումբեն 6 հատ ռաբբի բերել տվավ, ընդհանուր թիվը 72, եւ զանոնք առանձնացուց Փարոս գոչված գղզին վրա յուրաքանչյուրին 72 հոգիներուն առանցին ուրեմն սենյակ տվավ եւ
բադվիրեց, որ առանցին 72 այս անձերը Աստվածաշունչը թարգմանեն։ Եվ անոնց տվավ 72 օր։ Երբ 72 օր յետք զանոնք դուրս բերավ սենյակներեն եւ յուրաքանչյուրին թարգմանությունը փախտadեց, դեսավ, որ բոլորնալ փարացի գերբով նույն ցևով թարգմանած էին Աստվածաշունչը 5 դագարանը։ Եվ անոր համար այդ թարգմանությունը գոչվեցավ 70-նից թարգմանություն։ Այս բառը 70-նից, որովհետև 70 հոգիով թարգմանեցին 70 օրվա մեջ, ադոր համար 70-նից կգոչվի, եւ սիրելիներ, ուրեմն լատիներեն բառը Septuaginta բառն է, եթե հանդիպիկ միշտ անոնք, որոնք գուսումնասիրեն Աստվածաշունչը, միշտ պիտի տեսնեն Septuaginta, այսինքն 70-նից թարգմանություն, եւ կամ հաջող Սուրբ Գիրքի մեջ պիտի տեսնեք լատիներենով L եւ XX, երկու հատ X, LXX, որ կնշանակե 70-նից թարգմանություն։ Հետաքրքրական ուրիշ քրիստոնեական ավանդավեպ կա։ Դուք փորոտ լսած եք Սիմեոն ուրեմն ձերուգի մասին։ Սիմեոն երեցը ուրեմն այն ձերուգ եղավ, որ երբ Հիսուս մանուկը 40 օրվա իր ծնողին Սուրբ Մայրիկ Աստվածածնին եւ Հայր Հովսեփին գողմե դաջարն զայվեցավ, Սիմեոն ձերունին էր, որ քրգեցինք եւ Աստուծո ասավ դեր այժմ արցագե իմ հոգիս, որովհետև իմ աչքերովս փրկիչը տեսա։ Եվ հետաքրքրական է սիրելներ, երբ մենք գգարտանք այս մասին Ղուգասու ավետարանին մեջ, տեսեք բզդիկ մանրամասնություններ կան եւ անոր վրա բզդիկ ավանդավեպնալ եղած է։ Ուրեմն գսե որ երբ Ղուգաս ավետարան գբատմե, այդ ժամանակ գգարտամ ցեզի Ղուգասու ավետարանի 2-րդ գլխու 25-րդ համարեն, այդ ժամանակ Երուսաղեմի մեջ Սիմոն անունով մարդ մը գաբրեր, Սիմոն արդար եւ Աստվածավախ էր եւ Իսրայելի փրկության կսպասեր։ Սուրբ հոգին իրեն հետ էր եւ վստահեցուցած էր զինք։ Սուրբ հոգին իրեն վստահեցուցած էր, թե դիրոջ օձյալը չտեսած պիտի չմեռներ։ Ուրեմն ավանդավեպը հետեւյալն է։ Ըստ ավանդության այս Սիմոն ձերունին այս 72 ռաբիներեն մեկն էր, որ Եգիպտոս հրավիրվեցավ Աստվածաշունչը հունարենի թարգմանելու։ Թարգմանած ադեն Սիմեոն ձերունին, այդ ժամանակ երդասարդ գիտնական էր անշուշտ, թարգմանած ադեն երբ հասավ Եսայի մարգարեության 7-րդ գլխու 14-րդ համարին, ուր գսվի ահա գույսը պիտի հղանա եւ որդի մը ծնի եւ զայն պիտի գոչեն Էմանուել, Աստված մեզի հետ։ Այս տողը չի քրեր Սիմեոն այս ռաբին, մտածելով որ եթե այս տողը քրե հեթանոսները ինչպես պիտի հավատան, որ գույսը պիտի հղանա, գույսը ինչպես կրնա հղանալ, առանց սերմի, առանց մարդկային միջամտության, առանց հարաբերության։ Այդ տողը թադար կծկե այդ տեղը, բարապ կծկե։ Եվ այս մտահոգությամբ երբ գքնանա գիշերը ու առավոտ կարտնա, կտեսնե որ այդ թադարք թողած տողը ոսկի քիրով քրված է մինագը Աստուծո ցերկով։ Եվ ինք երբ գզարմանա հանգարց ռեշտագիրեն գսե, որ այդպես պիտի լա եւ ահավասիկ Սուրբ ոգին իրեն գխոստանա, գսե ավանդությունը, որ պիտի չմեռնի, մինչեւ որ իր աչքերով տեսնե փրկիչը։ Եվ եթե սիրելներ 70-նից թարգմանությունը Քրիստոսի առաջ երկրորդ դարուն կդարված է, մոտավորապես 250 թվականներուն, 280-ը մինչև 250 կամ նույնիսկ մինչև 200, ուրեմն Սիմեոն ձերունին Հիսուսի ժամանակ պետք է լար 300 տարեկանի չափ։ Եվ ադորամար գսե, երբ Սուրբ Հոգիեն առաջնորդված դաջար եկավ, անիգա, եւ Հիսուս մանուկի ծնողքը Պերին Հիսուս մանուկը, որբեսի գադարեն այն ինչ որ օրենքը գսե, թե 40 օրվա երեխան պետք է դաջար ընծայել, Սիմեոն իր քիրկը արավ փոքրիկ մանուկը փրկիչը եւ քոապանեց Աստվածսելով այժմ ով դեր համացայն քու խոստումիդ ցկե որ ծարատ
խաղաղությամբ մեռնի, որովհետև աչքերովս տեսա փրկիչը, որ ղրգեցիր բոլոր ժողովուրդներուն։ Սիրելներ, ասալ ուզեցի, որ իմանաք որպես քաղցր ավանդավեբ։ Շարունակեմ ես։ Ուրեմն ուրիշ հրյամը Քրիստոսեն առաջ 180-145 թվականներուն անունը Արիստոբուլոս էր, ասալ ուրիշ ուրեմն 70-ից թարգմանության մասին գխոսի թե ինչպես Բդղոմեոսը, այս թագավորը Եգիպտոսի, երբ ուզեց իր մատենատարանի մեջ հրյաներու աստվածաշունչ ունենալ, իր մատենատարանաբեդը անունը Թեմեդրիոս Փալերոմացին հնկամադյան քիրքը թարգմանեց հունարենի, այսինքն առաջին 5 քիրքերը, Մովսեսի քիրքերը։ Հետո ժամանակի ընթացքին դարբեր անցերու գոբե թարգմանությունները գդարվեցան, որովհետև գտեսնվի լեզվի փոփոխություններ թարգմանությանց մեջ, քիրքերու մեջ, անորամար սիրելներ այսօր գիտությունը գահավատա, որ 70-ից թարգմանությունը սկսած է 280 թվականին եւ մոտավորապես 250-ը մինչև 200 թվականներուն անիգա իր ավարտին հասած է։ Ասեմ, որ 70-ից թարգմանությունը հին գդագարանի փնակրագիտության համար շատ թանկագին է, շատ քաղցր է, որովհետև սիրելներ ամնոր հիմ ծառայած բնակիրը շատ ավելի հին է 70-ից թարգմանության այն ինչ որ այդ ժամանակ եբրայերեն իրենց ցերկի մեջ բնակիր ունեին, այդ թարգմանությունը շատ ավելի հին բնակրեմը արածեն 70-ից թարգմանիչները, քան թե այսօր մասսորական թարգմանությունը, որ պաշտոնական սիրելներ բնակիրն է եբրայեցի ժողովրդի հին գդագարանին։ Եվ այդ թարգմանությունը 70-ից թարգմանությունը դարձավ քրիստոնեական եկեղեցվո առաջին աստվածաշունչը։ Նոր գդագարանի մեջ 5 գդագարանեն գդարված բոլոր մեջբերումները գդարված են ոչ թե եբրայերեն բնակրեն, այլ ուղագի 70-ից բնակրեն, որսից էզի ավելի շատ հին է անոր կորցածած բնակիրը, քան այսօրվան եբրայեկանինը։ Ասեմ, որ 70-ից թարգմանությունը 3 գլխավոր խմբակրություններ ունեցան բաղության ընթացքին, եւ այս 3 խմբակրություններն ալ դեր ունեցան 3-րդ դարում։ Առաջին եւ ամենամեծ խմբակրությունը կատարվեցավ Որոքինեսի կողմեն։ Որոքինեսը սիրելներ շատ մեծ եկեղեցական մատենակիր եղած է 3-րդ դարուն ապրած 185-ին 254 թվականին եւ ինք ցերնարգեց այնպիսի սքանչելի կորձիմը, որ 20 տարի դեպեց իր հետ աշխատելը։ Ինչ ըրավ։ 6 սյունագներ գազմեց, 6 սյունակներ եւ թեմ թիմած փերավ։ Առաջին սյունագի մեջ եբրայական ուրեմն բնակիրը, երկրորդ սյունագի մեջ եբրայերենին հունարեն դարադարձությունը, երրորդ սյունագի մեջը դրավ Ագիլասի հունարեն թարգմանությունը, քիչ մվերջ գխոսիմ ցեզի ինչ է այսիգա, չորրորդ սյունագին մեջ դրավ Սիմակոսի թարգմանությունը, դարձյալ ասոր մասին գխոսիմ, 5-րդ սյունագի մեջ դրավ իր ուրեմն գազմած 70-ից հունարեն թարգմանությունը, որ ամենեն հինն էր, եւ 6-րդի մեջ դրավ սիրելներ, 6-րդ սյունագի մեջ դրավ Թեոդիսիոնի թարգմանությունը հունարենի։ Ասոր մասինալ գակնարգեմ անպայմանորեն։ Եվ այս 6 սյունակները գազմված քիրքը գոչվեցավ 6-իչյան, մեր քրապարով մենք կգոչենք 6-իչյան հունարենով հեքզապլա, որ կնշանակե 6-աբադիկ, այսինքն 6 սյուները գազմված։ Եվ Որոքինեսը սիրելիներ սքանչելի գերբով ասպոլորը թեմ թիմած դրավ, այնքան մեծ էր անոր կորձը, 20 տարի դեպեց, որ մոտավորապես 7000 էջնոց ուրեմն քրություն է։
Եվ այդ ժամանակվա ամենեն մեծ քիդական աշխատանքն է երրորդ թարուն սիրելներ երևակայեցեք երրորդ թարուն եւ այս գիրքը Բաղեստինի մեջ սկսավ կորցածվել եւ բազմաթիվ ուրեմն ցերակիր գրողներ ընդօրինակեցին 70-ից այս բոլոր ուրեմն քրությունը որ Որոքինեսը ինք խմբակրած էր եւ այդ ժամանակ սիրելներ Եվսեփիոս Գեսարացի պատմիչը 50 օրինակ ընդօրինակել դվավ եւ զայն ուղարկեց Գոստանտիանոս Գայսրին եւ Գայսնալ ինք քրիստոնյա ուրիշ եկեղեցիներուն ուղարկեց այդ 50 օրինակներեն եւ այդ օրինակներեն մեկն է գսվի որ մեր Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ուրեմն աշակերտները Փերին Զայն Հայաստան եւ Սուրբ Սահակ Բարթև Հայրաբեդ ինչպես նաեւ Մեսրոպ Մաշտոց եւ իր աշակերտները Եզդի Կողբացին եւ այլն անոնք այս 70-ից թարգմանության վրայեն էր որ վերախմբակրեցին կամ վերասրբակրեցին հայերեն քրապար թարգմանությունը երկրորդ խմբակրությունը 70-ին գդարեց Ղուգյանոս անունով քրիստոնյամը երրորդ դարու վերջը ինքը Անդիոքի մեջ գդարեց սիրելներ եւ ինք այս Ղուգյանոսը նահատակվեցավ Քրիստոսի անունին համար 311-312 թվականին եւ իր այս խմբակրությունը 70-ից թարգմանության արաբելապար սկսավ կորզածվել Անդիոքի մեջ, Կոստանդնուպոլսո մեջը եւ ամբողջ Փոքր Ասիայի մեջ։ Երրորդ խմբակրությունը գդարվեցավ Իսիգոսի գողմե, ինքնալ նահատակ եղավ եպիսկոպոս մներ սիրելներ Իսիգոսը Ալեքսանդրիայի մեջ եւ ինքնալ նահատակվեցավ Եգիպտոսի մեջ, այսալ խմբակրեց հին 70-ից հունարեն թարգմանությունը եւ արաբելապար սկսավ կորզածվել Եգիպտոսի մեջ։ Հիմա ցեզի խոսիմ գարկմը թարգմանություններու մասին հունարեն, բայց շատ կարևոր բան բիդեսեմ։ Հիշեցեք ասի որ քրիստոնեական եկեղեցին երբ նոր գդագարանի քիրքերը գրվեցան, քրիստոնեական եկեղեցին եւ առաքյալները իրենց մեջբերումները գդարեցին 70-ից հունարեն թարգմանութենեն եւ նոր գդագարան ուրեմն երբ որ նոր գդագարանը արդեն կազմվեցավ 5 գդագարանն երբ որ քրիստոնյաները գործածեին ամբողջությամբ այդ նոր 5 գդագարանի թարգմանությունը արած էին 70-ից թարգմանութենեն այնպես որ սիրելներ հрьяաները Քրիստոսի յետք երբ իրենց դաջարը քանդվեցավ եւ դեսան որ իրենց աստվածաշունչի գողքին այսինքն 5 դագարանի գողքին սրբազան ուրիշ քիրքերալ մեջտեղ ելած էին եւ այդ քիրքերը քրիստոնեական քիրքերն էին եւ դեսան որ թե ինչպես քրիստոնյաներ 70-ից թարգմանութենեն մարգարեական բոլոր խոստումները մեջտեղ հանեցին եւ սկսան մարդոց ցույց տալ որ 5 դագարանը ամբողջությամբ մարգարեություն է որոնք կխոսին Քրիստոսի մասին մեսիային մասին հետեւաբար ինչ ըրին հрьяաները ամբողջությամբ մերժեցին 70-ից թարգմանությունը եւ միայն մնացին եբրայերեն ուրեմն փնակրին վրա ասելու համար որ բացարձակ կերպով անիգա ճիշտ չէ սկսան հрьяաները մեղադրել քրիստոնյաները որ 5 դագարանի աստվածաշունչ փոխածեին եւ քրիստոնյաներն ալ սկսան մեղադրել հрьяաները ասելու համար որ դուք աղջադած եք դուք աղավաղած եք 5 դագարանը որովհետեւ 70-ից թարգմանությունը ավելի հին փնակրեմը թարգմանված է քան թե ծեր այսօրվան գազմած նոր փնակիրը եւ այս բաժարով երկուքի միջև այս բաժանում եղավ ադորամար սիրներ այսօր երբեմն մասորական հին ուրեմն եբրայական փնակիրը երբ 70-ին հետ փախտadենք երբեմն գտեսնենք նույնիսկ բարերու եւ նախատասությանց դարբերություն որովհետեւ մասորականը ավելի նոր ժամանակներու գազմված է իսկ 70-ից թարգմանությունը
որ թարգմանված էր եբրայերեն բնակրեն, այդ բնակիրը եբրայերեն բնակիրը շատ ավելի հին էր, քան այսօրվան մասսորական ուրեմն բնակիրը հрьяաներուն։ Հետևաբար ինչ պատահեցավ, որովհետև չմոռնաք բազմաթիվ հрьяաներ կային, որոնք եբրայերեն չէին գիտեր, հունարեն գիտեին։ Եվ ադորամար 70-ից թարգմանություն կգործածեին։ Ինչ էին հрьяաները, որոնք դեսան, որ քրիստոնյաները այդ 70-ից թարգմանությունեն կգործածեին, հрьяաները, հрья ռաբիները հետևյալը Քրիստոսի երկրորդ դարուն մտածեցին նոր հունարեն թարգմանություններ կատարել հիմնված եբրայերեն իրենց ընդունած բնակրին վրա եւ ոչ թե 70-ից վրա։ Հագրականոր որ 70-ը սիրելներ հрьяաներու կողմէ թարգմանված էր, պատմեցի արդեն ցեզի 72 ռաբիներու կողմէ թարգմանված էր, բայց Քրիստոսի հետ ապրող հрьяաները սկսան ասել, որ այդ 70-ից թարգմանությունը քրիստոնեական աղավաղված գիրք է։ Հագրակ որ քրիստոնեություն գոյություն չուներ Քրիստոսի առաջ երկրորդ տարուն։ Ահա սիրելներ, դեսեք որ որքան զայրայղության կացին հрьяաները եւ որբեսի իրենց հрья ժողովրդի զավակները, որոնք եբրայերեն չէին գիտեր, հունարեն գիտեին, ոչ թե հունարեն 70-ից թարգմանությունեն գարտային Աստվածաշունչը, եւ տեսնեն, որ իրավ բոլոր համարները 5 դագարանի կամ մարգարեական համարները գխոսին մեսիային կալուստի մասին եւ մեսիան Քրիստոսն է, հետեւաբար իրենք ցերնարգեցին անձնական հունարեն թարգմանություն։ Եվ այդ առաջին թարգմանությունեն եղավ սիրելներ Ագիլայի թարգմանությունը, որ ցեզիսի որ արդեն Որոքինեսը իր 6 սյունակներու մեջ երրորդ սյունակի մեջ Ագիլայի թարգմանությունը կատարեց։ Ով էր Ագիլան։ Ագիլան սիրելիներ ինք քրիստոնյա էր, նախ հեթանոս էր, ապա քրիստոնյա դարձավ եւ վերջը դժբախտաբար քանի որ փանաթրվեցավ, թողեց քրիստոնեությունը, քրիստոնեության փուրն հագրագործ եղավ եւ դարձավ հрья։ Եվ այդ ժամանակ Քրիստոսեն յետ 132 թվականին հрья շատ մեծ ռաբի մգար, ռաբի Աքիբա գոչվի, անոր ցերկին դակ այս ռաբի Աքիբան ինքը սկսած էր եբրայերեն բնակիրը գազմել Աստվածաշունչի 39 գիրքերուն, հետևաբար այս Ակիլան ռաբի Աքիբային ցերկին դակ թարգմանեց հին գդագարանի 39 գիրքերը հունարենի, սակայն ամբողջությամբ անդեսեց հունարենի քերականությունը, հասկացողությունը, այնպես որ Ագիլայի հունարեն թարգմանած Աստվածաշունչ գիրքը ամբողջությամբ անհասկանալի է։ Եվ նաև ասեմ, որ մեծավ մասամբ գործված է ինչ որ մնացել է շնորհիվ Որոքինեսի գազմած 6 ինչյան այս գիրքեն։ Ասեմ սիրելներ նաև չմոռացած որ 70-ից թարգմանությունը հունարենի մեջ ոչ միայն 39 գիրքերը կանոնական գիրքեր համարվածները ինք թարգմանած է, այլ նաև երկրորդականոն գոչված գիրքերը թարգմանած է, այսինքն առաջին Եզրասը, երրորդ Եզրասը, Դոփիթը, Հութիթը, առաջին, երկրորդ, երրորդ Մագապայեցները, Սիրակը, Իմաստություն, Սիրակին եւ այլն, այս բոլորը թարգմանած են այդ 70-ի մեջ։ Անորամար մեր եկեղեցու հայրերը 5-րդ դարուն իրենք ալ թարգմանեցին երկրորդականոն գոչված գիրքերը, ասկերաջ ասոր մասին արդեն ցեզի խոսած եմ։ Երկրորդ թարգմանությունը հունարենի, որ կատարվեցավ, Թեոդոսիոնի թարգմանությունն է սիրելներ, այս Թեոդոսիոնը ինքը Եփեսոսի մներ, դարձյալ քրիստոնյա մներ սիրելներ եւ ինքը դարձավ Մարգիոնի աղանդավոր էր, Մարգիոնի հետևորդ։ Եվ այսալ թարգմանություն կատարեց հունարեն ուրեմն ոչ թե բնակրին վրա, այլ ժողովուրդը, եբրայեցի ժողովուրդը ինչպես կխոսեր այդ խոսած Պերանացի գերբով փոխանցված եբրայերեն Աստվածաշունչը հունարենի թարգմանեց։ Ասոր կորձնալ մեծավ մասամբ գործված է, ինչ որ Որոքինեսի այդ 6-ինչյան
ուրեմն քրքի մեջ կա այդքան բահբանված է։ Եվ վերջապես Սիմակոսի թարգմանությունը այս ալ սիրելներ հրյա քրիստոնյա մներ։ Գտեսնեք բոլորն ալ քրիստոնյա եղած էին, հետո հրյա եղած են եւ թարգմանած են։ Այս ալ ուրեմն հրյա քրիստոնյա մներ Սիմակոսը եւ վերջը եփյոնական աղանտին ինքնալ գեդեվի երկրորդ տարուն ինքնալ սիրելիներ գթարգմանե եբրայերեն բնակիրը հունարենի ահա հрьяները այս թարգմանությունները գտնունին հունարեն այս թարգմանությունները մերժելով 70-ից թարգմանությունը նաև ասեմ որ բացի այս թարգմանություններեն բացի օրինակ Ագիլայի Թեոդոսիոնի եւ Սիմակոսի թարգմանություններն նաև եղած են ուրիշ թարգմանություններ հրյական բնակրեն հունարեն սակայն անոնց հեղինակները ցանոթ չեն ուրգե գիտենք ուրիշ թարգմանություններ եղած են որովհետեւ Որոքինեսը երբ կգազմեր իր վեցիչյան այդ քիրքը Սամոսներու ժամանակ նաև գոկտակորձե ուրիշ թարգմանություններ բացի 70-ից բացի այս 3 հեղինակներեն նաև գործածի ուրիշ թարգմանություններ հունարեն եւ գսե հեղինակները ցանոթ չեն ադորամար ինք զայն գոչե առաջինի գոչե 5-րդ 6-րդ 7-րդ այսինքն quinta sexta եւ septima լատիներով որ կնշանակե 5-րդ 6-րդ 7-րդ թարգմանություններ Սիրելիներ այս բոլորը ցեզի բացատրեցի որովհետեւ կարևոր էր գիտնայք թե 70-ից թարգմանությունը ինչ է եւ բապուչյան ընթացքին մեզի հասած է 70-ից թարգմանությունը շնորհիվ Որոքինեսի վեցիչյան այս 6 սյունակները գազմված գիրքին ասեմ որ քանի որ հսկա գիրք էր ընդհանրապես հետակա ընթորինագողները այդ 6 սյունակները չընթորինագեցին ասի առաջին սյունակը եբրայերեն բնակիրն էր երկրորդը եբրայերենեն հունարեն դարադարձությունն էր վերջը երրորդը ագիլասին էր չորրորդը սիմակոսին էր 5-րդը 70-ից թարգմանությունն էր եւ 6-րդը Թեոդոսիոնին էր այդ ընթորինագողները ինչ էին այս 5-րդ սյունակն է որ ընթորինագեցին եւ ամբողջ բապմության ընթացքին այդ 70-ից թարգմանությունն է որ դարածվեցավ Սիրելի քույրեր եղբայրներ անոնք որոնք գսիրեն այսպես թե բապմությունը սորվի եւ թե նաեւ ավելի հասկացող ցևով ընթերցել անոր համար է որ այս բոլորը ցեզի գբացադրեմ որովհետեւ հաջող երբ փանակ աստվածաշունչը նոր թարգմանված աստվածաշունչեր միշտ պիտի տեսնեք ներքևը դողադագին թրված են LXX որ կնշանակե 70-ից ասելու համար որ 70-ից թարգմանությունը այդպես կսե եբրայերեն բնակիրը այդպես կսե որբեսի ցուգալ իմանաք որ երբեմն հանգարց դարբեր նախատասությանց որ հանդիպիկ գիտնակ թե ինչու համար դարբեր նախատասություններ կան աստվածաշունչի մեծ մասը նույնն է սիրելներ ամբողջությամբ ամփոփող կերպով սակայն քանի որ հին ամենահին ծրագիրներ կան եւ այսօր գիտնականներուն համար ասոնք բոլոր հարստություններ են դարբերությունները որովհետեւ անով գրնան գազմել ամենահին ծրագիրը ամենահին բնակիրը թե ինչ եղած է սիրելներ աստվածաշունչի խոսքերը Աստուծո խոսքերը մեզ համար կյանք են մեր փրկությունն են հետևաբար սիրելի քույրեր եղբայրներ գարտացեք Աստուծո խոսքերը ամեն օր ընթերցեցեք ես հաջորդ շաբաթներուն կշարունակեմ դարձյալ ցեզի խոսիլ դարբեր թարգմանությանց մասին հին ասորական թարգմանության մասին վուլգատայի այսին լատիներեն թարգմանության մասին պիտի խոսիմ հայերեն թարգմանության մասին ասոնք բոլորը սիրելներ ցեզ գզարկացնեն հոգևոր գիտության մեջ սակայն փրկություն չեն բերեր փրկություն բերողը Աստուծո խոսքն է որ միշտ գարտակ հետևաբար ամեն օր բացեք Աստուծո խոսքը Աստծո խոսքը բաց թող մնա ձեր դիմացը գարտացեք որբեսի հոգևորապես լիցքավորվիկ եւ հավատքով հավիտենական յանքին հասնեք Աստված ցեզ արադաբես թողորտնե բարի
եւ օրհնյալ օր ձեր բոլորին։